մի հատ կարևոր բանի մասին եմ խոսում, ուրեմն մեր տնկած այգիներից ունենք այս նեղ աճող կիպարիսները, այս տարվա ցրտերից նայեք, ինքը լավ վնասվեց, դեռ մահացած չի, բայց երկար տարիներ է պետք որ վերականգնվի, ստեղ փակ տեղեր դիմացավ, պահպանվեց, ստեղ ցրտահարվեց, ինչ ենք անում, այս լեյլանդաների դեղինները շատ լավ բացարձակ վեճը չի, հիմա դրա կանաչները, նայեք բոյը, հատուկ նյութիս իմաստը լեյլանդաները շատ լավ մշտադալար բույսերը, արագ աճող, այսինքն հանում ենք այս կանաչ բարակները, տնկում ենք այս կանաչ լեյլանդաները, էլի արագ աճող, մշտադալար, շատ լավ, դիմասկուն բույսեր են, սա դեղին տեսակն է, տեսարանն էլ է սիրուն դառնում, էլի կանաչու դեղին, ու տեսեք հողի որակը, երբ որ փոսերը մեծ փորված ու լավ հողախառնուրդը լցված են, նայեք, շատ հեշտ ու հանգիստ հանվում, նույն ծառը տնկվում է, մեկ այլ ծառ տնկվում է իր տեղը, այսքանը, այս կիպարիսովկաները փոխեցինք ցրտահարվածների տեղը, բարակ կիպարիսների տեղը դրեցինք այս լեյլանդաները, այս սրանցից էր, սա պահպանված է, այն վիդեոներում էլ եմ ասում, որտեղ ուգլավոյ տեղ է, սրանք չդիմացան, դրա համար ցանկալի է, որ փորձարկած բույսեր դրվի, որ իմանաս որտեղ ինչա աճելու, նաև միշտ այստեղի կարևորությունը, որ հողախառնուրդը փոսերը մեծ փորել էինք, հատուկ հողախառնուրդ էր, շատ կարճ, արագ կազմակերպված ծառերը փոխեցինք, տնկեցինք, այսինքն